Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Ես ուղիղ եթերս այսօր ամսի 18 մայիսի 2026 թվական վերնագրել եմ մարդ հավատացել, ավելին, որպես փորձառու բժիշկ խորհուրդ եմ տալիս Նիկոլ Փաշինյանին քննադատական հարցեր կամ ձեր քննադատական անհամաձայնություն արտահայտող դիրքորոշումը ներկայացնելուց առաջ անպայման պետք է զգույշ լինել եւ պարտադիրապատվաստված լինել փայտացման եւ կատաղության դեմ։ Սա անպայման է։ Կամ այդ հարցերը տալուց հետո, որովհետեւ փայտացման ու կատաղության դեմ պատվաստվում են այդ վտանգավոր իրավիճակն ապրելուց հետո, բայց քաղաքական ձևակերպման մեջ այս անճշտությունը կարելի է մի կողմ թողնել։ Սկսենք նրանից, որ այսօր ուրեմն մի հիմար տեսանյութ է տարածվել, որտեղ սև հագած դիմակավոր մի քանի հոգի ընդգծված, կրկնում եմ, ընդգծված Արցախի բարբառով սպառնալիքներ են հնչեցնում մեր սիրելի վարչապետի հասցեին, հիմար սպառնալիքներ, լուրջ բան չկա։ Եվ ամենակարևորը, որ դա տարածում է ով, Civic-AM-ը, Civic-AM-ը գործող իշխանությունների գրպանային լրատվամիջոցն է, որը նույնիսկ լրատվամիջոց ասելը շատ կլինի իրանց համար, ավելին ամբողջ մեդիա մամուլ ինստիտուտին վիրավորանք կարելի է հասցնել, եթե Civic-AM-ին, դա իմ կարծիքն է, ես այդպես եմ գնահատում, եթե Civic-AM-ին որակենք որպես մամուլի միջոց, մամուլի ինստիտուտը ներկայացնող լրատվական։ Այդպես գրպանային էժանագին լրատվամիջոցը։ Ավելի շատ պրոպագանդա անելու համար, քան քարոզչակ մեքենա է դա, ոչ թե լրատվամիջոց, քարոզչա մեքենա, ու այդ քարոզչա մեքենան քարոզում է այդ փիս-փիս բաները։ Քարոզչա մեքենան այդ փիս-փիս բաներն է քարոզում։ Ոստե հարց առաջանում չէ։ Հետո ով կա չկա պարապ զբաղված գործող իշխանությունների սազանդարներից, ես կաշխատեմ հնարավորինս կոռեկտ արտահայտվել ստեղ, բայց հասկանում եք չեմ կարա պես բացարձակ, այսպես ոսկեղենիկ հայերենով, Գուրգեն Սիմոնյանի պես չեմ կարա խոսամ։ Սենստնից չեմ կարա խոսամ Գուրգեն Սիմոնյանի պես, բայց այսօր հատկապես այս թեմաների հետ կապված չեմ կարա այդպես ներկայացնել։ Ուրեմն եւ ով կա պարապ-սարապ սազանդարներից գործող իշխանությունների, այս հարցին հատուկ անդրադառնում, որ իրանք հատուկ ռեկլամ անեն, իրանք հատուկ այսպես ոնց որ թե տեսեք, այսպիսի մի հատ հարց կա։ Այսինքն այսի որ բանատեղ չանցնի, կարող է մի հատ բեմականացնեն, էլի, մի հատ այդպես փիս-փիս բաներ բեմականացնեն, ինչա թե ՔՊ-ի ռեյտինգը ոնց հասկանում եմ, չի ձգում։ Իրանց ուզածը թե 63% չեն ձգում, թե 67% չեն ձգում, թե 50+1% չեն ձգում, ես չգիտեմ իրանց ստատիստիկ տվյալները, իրանց իրականացրած բարև հրայր ջան, իրանց իրականացված սոցհարցումները ինչ արդյունք են տալիս, բայց մարդիկ չեն ձգում ու հիմա ամեն գնով որոշել են բան անել, ձայն հավաքել, ուշադրության կենտրոնում լինել, ինչ հնարավոր է արեցին, ինչ հնարավոր է, то էլ պերաշկի կուկուռուս խեղդել, էլ բաժանվել, ամուսնալուծվել, էլ չգիտեմ նորից վերամիավորվել, էլ ինչ ասեմ, ինչ հնարավոր է արել են, էլ եվրոպացիներին բերեն, հեսա առաջիկայում պարադ են պատրաստվում իրականացնել, ինչ քայլ հնարավոր է արել են, էլի չի ձգում, ՔՊ-ն չի ձգում, ՔՊ-ի համակիրներ, ես ձեզ հարգալից կվերաբերվեմ, եթե դուք ինքներդ ձեզ հարգալից վերաբերվեք, ամենայն հարգանքով եմ ասում, ժողովուրդ մի կորցրեք ձեր մարդկային դեմքը, մի վերածվեք ամբոխի կամ խառն ամբոխի, ես ձեզ հարգալից եմ վերաբերում, ձեր ՔՊ-ի համակիրներն եմ ասում, ես ձեր քաղաքական հայացքներին եմ հարգալից վերաբերում, միայն խնդրում եմ,
Դուք ինքներդ նախ ինքներդ ձեզ հետ հարգալից եղեք։ Շակալների ոհմակի պես ձեզ մի պահեք են, որ մեկը հարց է տալիս, քարոզարշավի դուրս եկած վարչապետին։ Այնտեղ որ ասում վարչապետի հետ ես խոսում, Նիկոլն է ասում։ Քեզ մի քիչ զգաստ պահի կամ ընդ մի հատ զինվորականի ասում ձեռներդ իջացրա մի հանդիպման ժամանակ։ Դուք այդ քարոզարշավի վարչապետ չեք, դուք ընդամենը մի հատ թեկնածու եք։ Թեկնածու, որը ուզում է դառնա վարչապետ 8 տարի պաշտոնավարելուց հետո։ Հենց որ ձեզ վարչապետի տեղ մի դրեք, ընկեք քուչեքը, հետո մարդկանց էլ ասեք, թե քեզ զգաստ պահի, քեզ հավաք պահի վարչապետի հետ ես խոսում։ Վարչապետի հետ չի խոսում։ Թեկնածուի հետ է խոսում։ Քաղաքական ուժի ղեկավարի հետ է խոսում։ Այս ամեն ինչին բացի 8 տարի այս երկիրը պատուհասների մեջ մտցրած եւ հնարավոր բոլոր պատուհասներով անցկացրած մարդու հետ է խոսում։ Եվ սկսեմ Նիկոլի կողմնակիցներից, այսի 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանի դրած հարցումն է, որ վարորդական իրավունքից զրկված անձանց խմացության համար, ալկոհոլի օգտագործման համար նախորդ գրառման մեջ առաջարկում է առանց քննությունների 1 տարով ստուգողական փորձաշրջան տալ մեքենա վարելու, որովհետև այդ մարդիկ քննություն չեն կարող հանձնել։ Մարդիկ քննություն չեն կարող հանձնել։ Եվ 75% հարցվածների սա տասնյակ հազարավոր ձայներ են, այսինքն 10,000-ից ավել ձայներ են։ 75%-ը կողմ է եւ 25%-ը դեմ։ Այս հարցին ես դեռ կանդրադառնամ, բայց խնդրեմ, էսա մեր ժողովրդի եւ Նիկոլի ընտրազանգվածի դեմքը ավելի լավ անալիզի թուղթ, որի վրա կարելի է դիագնոզ դնել, գոյություն չունի։ Ես շատ եմ քննադատել մեր ժողովրդին իր քաղաքական տհասության համար, իրավունքի գերակայության ընկալման բացակայության համար եւ այլն։ Եվ նույն բաներում մեղադրել եմ մեր իշխանություններին եւ մեր քաղաքական էլիտաներին։ Խնդրեմ ապացույցը, ով որ իմ հետ համաձայն չի, ով որ ասել է Հայկ ջան, շատ խիստ ես ասում։ Խնդրեմ 75%-ը ծալած ունենա իրավունքի գերակայություն, օրինականություն, ծալած ունենա։ Ինչ կանեի ես, եթե ես ղեկավարն էի, կարճ ես հարցի վրայով անցնեմ, որտեղ ստեղից է սկսում։ Այս են մարդիկ են, ովքեր Նիկոլի կողը ծափ են տալի, Նիկոլ վարչապետ։ Էս մասսան է։ 75% այ մարդ։ Ուրեմն լսեք, եթե քննությունը դժվար է, քննությունը պետք է ավելի պարզ դառնա։ Ես ինքս որոշեցի հարցերին պատասխանել, մտել եմ 10-ից ավել տեստեր եմ արել։ Միջինում 75% ճիշտ պատասխան եմ տալի, դա բավարար չի անցնելու համար, անկեղծ ասեմ։ Եղած հարցերը կարդալով, բայց ինչ եմ նկատում, ինչ դիտարկում եմ անում այդ քննությունների հարցերին։ Այս մարդիկ, ովքեր չեն կարող քննություն տալ, այս մարդկանց պետք է օգնել, որպես իրանք քննություն տան։ Դու չես կարա օրինական ճանաչես, որ այն մեկը քննություն տալով է պրավա ստանում, այս մեկը առանց քննություն տալու պրավա պետք է նորից ստանա։ Չի կարա տես բան լսի, օրենքի առաջ բոլորը հավասար են։ Ինչ մի բարդ բան կա։ Իսկ եթե դու սկսում ես սենց հարցեր դնել քվեարկության ու սրա հիման վրա որոշումներ կայացնել, նու, հա, պլեբիսցիտարիզմ է կոչվում, պլեբիսցիտար դեմոկրատիա կոչվում, ավտորիտարիզմ է կոչվում, պլեբիսցիտար, այսինքն օրենք, կարգ, դատարան, տես բան գոյություն չունի։ Գոյություն ունի մենակ ժողովրդի խառնամբողների կարծիք, բացարձակ ժողովրդավարություն, ինչպես սիրում են մեկ-մեկ ասել մեր քաղաքական ավակ ընկերները, ավակ, բայց հին գաղափարներով, էլի, հնացած գաղափարներով մեր ընկերները, սա բացարձակ ժողովրդավարություն, սա անկապություն է ընկեր, երկիրը չի կարա լինի միայն քվեարկության վրա, օրենք ու կարգ գոյություն ունի, խնդրեմ, սրա մասին մի օր հետո առանձին կանդրադառնամ, բայց ստեղից գալիս ենք արդեն են մեծ հարցին, այս ժողովրդի մեջ են 25%-ը պետք է 75%-ին հեծնի, որպեսզի երկիրը երկիր դառնա։ Եթե են 25%-ը 75%-ին բռի մեջ չհավքեց, երկիրը երկիր չի դառնա, դառնալու է ախոր, ոնց որ հիմա կա։ Ախոր։ Միշտ բոլոր հանրություններում հաջողված գոյություն ունի էլիտա եւ գոյություն են շարքայիններ։ Եթե բանակը ամենակատարյալ օրինակն է,
թեև ամբողջությամբ չի արտահայտում պետությունը, բայց եթե բանակում քվեարկությունով որոշեն զորքերը ոնց են դասավորում, ոնց են սպառազինվում, ոնց են հարձակվում, ոնց են նահանջում, ոնց են պաշտպանվում, այդ ալնում այն ինչ որ ելնում է։ Ելնում այն ինչ որ եղավ 20 թվականի պատերազմի արդյունքները եւ դրանից հետո եկած ողբերգությունները։ Միշտ լինում է էլիտա, ու այդ էլիտան առաջնորդում է ամբողջ ժողովրդին։ Էլիտան ժեխա պրավալա գնում ամեն ինչ։ Էլիտայա ամեն ինչ ընկնում է տեղը։ Ու հիմա այն 25%-ը պիտի հեծնի այն 75%-ին բառիս քաղաքական իմաստով։ Կրկնում եմ բառիս ով լավ կզգա սրանից, ով վատ կզգա, կներեք мне пофиг։ Եղավ։ Հիմա այո այդ մարդիկ ասում են ընկեր քննությունը չեն կարող տալ։ Ուրեմն բարձեցրու քննությունը։ Օրինակ այնտեղ հարցեր կան, ինչքան պետք է լինի ավտո պագրիշկայի բանը, պրոտեկտորի բարձրությունը։ Հանեք այդ հարցերը։ Բժշկական հարցեր կան առաջի օգնության։ Հանեք այդ հարցերը։ Բարձրացրեք այդ քննությունը բոլորի համար անխտիր։ Հարցը գրական ձևակերպած է, եթե կարդում ես չես հասկանում ինչ ասում։ Այդ հարցերի մեջ փաղագծերում նշեք խոսակցական տերմինները կամ խոսակցականը այդ երթևեկության կանոնների, որպեսզի վարորդը որ քննություն է հանձնում, դու ուզում ես ստուգես գիտելիքը, չէ՞ խո բան հայոց լեզվի գրականության քննություն չի դա։ Հա, ուզում ես տնաս այդ մարդը օրենքները գիտի թե չէ։ Պարզեցրա այդ քննությունը։ Փուլ թող հանձնեն։ Մի օր թող գան ճանապարհային նշանները հանձնեն, չգիտեմ։ Մի օր գան այն մյուս խնդիրները հանձնեն։ Մի օր փուլային սարքի, դպրոց սարքի, թեկուզ օնլայն, որտեղ պարտադիր զրկված վարորդները պարտադիր ամսվա մեջ, շաբաթվա մեջ մի օր կգնան դասի կամ օնլայն կկպնեն դասի։ Բացատրի այդ մարդկանց, օգնի։ Ոչ թե ասա ծալած ունենամ օրենքներ իրավունքներ։ Ինձ մի քանի տասնյակ հազար, չգիտեմ քանի հոգի են այդ պրավայից զրկված մարդիկ, 20-30 հազար թող լինեն, 5,000 թող լինեն։ Այդ ձայների խաթր ծալես ամբողջ իրավակարգը դնես մի կողմ, ասես եկեք քվեարկենք այս մարդկանց բանը, թույլտվություն տանք, որ գնան քեզ քվեարկեն, ասեք դրանից էլ լավ ընտրակաշարք։ Առողջության ապահովագրություն ես խոսում անընդհատ։ Թոշակների բարդացում ես խոսում։ Այդ ամեն ինչ եղել է հունվարի 1-ից այսքան։ Բա 8 տարի ինչ ես արել այս երկրում։ 8 տարի այս երկրում ոչինչ չի եղել, որ չունես պատմելու բան, ինչ պատմես։ Ինչ եղել է հունվարի 1-ից է։ Կարող է 4 ամսվա վարչապետ ես։ Կարող է 4 ամսվա իշխանություններ են ոտից գլուխ։ Բա խիք պատմելու բան չունեք այդ 8 տարվանից։ Խիա մնացես 4 ամսվա ընտրակաշարքների վրա, ինստիտուցիոնալիզացված ընտրակաշարքների վրա, ապօրինի ձևով կամ անկազմակերպ ձևով, առողջապահության ապահովագրությունը խիստ անկազմակերպ, թոշակների բացառությունը, բարձրացումը ապօրինի կերպով։ Բացահայտ ընտրակաշարքներ։ Հիմա էլ սա է բացարձակ ապօրինությամբ, այսպես գլխին խառնամբոխը հավաքած, որոշել է անցկացնի։ Այն 25%, այն 75%-ին բռի մեջ պետք է հավաքի։ Ճիպոտը պետք է վերցի ու ցույց տա ինչա նշանակում երգիր, ինչա նշանակում պետություն, այն ժողովուրդը, որ ամբիցիա չունի, նա չի կարող ունենա պետություն։ Պետություն ունենալը դա ամբիցիա է, դա նկրտում է։ Պետությունները, որ երկնքից աստղեր են ուզում իջացնեն, դա հենց այնպես չէ, դա ֆանտազիա չի, դա ամբիցիա է, դա պարտադիր պայման է պետության գոյության։ Տրինաժորներ սարքես վարորդներին, թո տրինաժորի վրա հարցը մի գրի տեստի ձով։ Տրինաժորի վրա թո այդ մանևրը անեն։ Ես գիտեմ, որ ես ինտերնետի հետ կապված պատմություններ սարքելու են սրանք։ Տրինաժորներ սարքեք, թող այդ մարդիկ քննություն տան, բայց այդ մարդիկ պետք է քննություն տան։ Առանց քննության չի կարա մարդը պրավա ստանա։ Վերջ իրավունքի գերակայությունը սա է։ Չի կարա մեկը առանց պրավա չի կարա մի մասը առանց քննության պրավա ստանա, այն մյուսների համար պրավան պարտադիր լինի։ Չի կարա այդպես բան լինի։ Հիմա ինչ եմ ուզում եմ ձեզ ցույց տամ այսօրվա թեմաները Արտուր Օսեփյանի եւ
Սկսենք բժշկուհուց հարցերից, հուսամ ինտերնետը չի անջատվի, ինտերնետը անջատվում է ժողովուրդ, դիրքս փոխում եմ, հուսամ այդ դիրքի փոփոխությունով կկարողանանք բան անել, մի րոպե, հիմա դնենք Արթուրի, սա պետք է ստեղից էլ անջատեմ, որ լսեք, կներեք էլի, սենց տեխնիկական խնդիրների համար, սա սենց անջատեմ, մի րոպե, գնացինք, Համար առաջի հարց, ասում եք Ղարաբաղի հարցը ինքը կանխորոշված է, որ լուծվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջ եւ կառավարության փաստաթղթեր եք հրապարակել։ Իմիջիալոց բանի մարտի 24-92 թվականի ՀՀԿ-ի փաստաթղթը չեք հրապարակել, փաստաթղթը մի կողմ։ Բա այդ փաստաթղթերում կարող եք մի հատ տող նշել, որ ըստ այդ տողի արդեն կողմնորոշ կանխորոշված էր, որ Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է։ Ես ինտերնետս մորթ անում, ուրեմն Արթուրը կոնկրետ հարց է տալի, լավ, արագ ես համ պատմեմ, համ ասեմ, որտեղ կարող է ձգձգվի շատ։ Արթուրը կոնկրետ, նախ ասեմ ով է Արթուր Օսիպյանը։ Արթուր Օսիպյանը միակ, երևի թե միակ, արևմտամետ, ռուսների հանդեպ խիստ քննադատական, արցախյան քաղաքական ուժի ղեկավարը թե ներկայացուցիչն է եղել։ Բնականաբար պատերազմի մասնակից։ Այսինքն այս մարդու հետ կապված Արթուրի որևիցե պրետենզիա չես կարա ներկայացնես, որ ռուսամետ է, չես կարա ներկայացնես, որ չգիտեմ, բանա, ասա, նախկիններից է, միշտ քննադատել է Արայիկին, միշտ քննադատել է Բակո Սահակյանին, միշտ Արայիկը Սամվել Բաբայանին է քննադատել, Օսիպյան Արթուրին չես կարա մի հատ անուն կպցնես, ինչ որ սա փորձում է կպցնի։ Ու մարդը կոնկրետ հարց է տալի, որտե՞ղ է գրած։ Մի հատ բան է հիշատակում, որտեղ Հայաստանը վետո է դրել։ Այսինքն անցամբ չկա էդի։ Հետո ուրիշ օրինակ է բերում, հորինում է ստից բաներ է ասում, բայց պախոդու ձեռի հետ ասում է փորձեք բան անել։ Դե գնայիք ասում է հանրակրվե անեիք։ Չգիտեմ, ես ուզում եմ անպայման ցույց տամ ժողովուրդ, դա շատ կարևոր է, էլի։ Դեկտեմբերի Լիսաբոնի գագաթաժողովում ասվել է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, եւ մենք Ղարաբաղին շնորհելով ինքնակառավարման I have a problem. I can read English, but when people speak, կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Այդ նախադասությունից հետո չի եղել ոչ մի ուրիշ տարբերակ Ղարաբաղի հարցը այլ կերպ լուծելու։ Դրան վետո է դրել։ Հայաստանը դրան վետո է դրել։ Այսինքն հեքիաթ է պատմում։ Պետք չի մտե փաստաթուղթ։ Եթե նույնիսկ կուլիսներում տենց են մտածել, տես փաստաթուղթ գոյություն չունի։ Ավելին լիքը փաստաթղթեր կա, որ ասում պետք է հանրակրվե լինի։ Կարգավիճակի որոշման համար պետք է հանրակրվե լինի։ Կամ ուրիշ բան։ Բանգեր Փաշինյան, որը տենց էր։ Բա դու այդ երբ իմացար։ Պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, պատերազմից անմիջապես հետո մինչև 21 թվականի ընտրությունները։ Այդ չգիտեիր այդ ամեն ինչը։ Լիսաբոն բան չէր ծանոթացել թղթերին։ Այդ հետո իմացար, բա որ ծանոթացել էր այդքան ժողովրդին չի տարա Գյուլիբերան։ Բա որ այդ ամեն ինչը գիտեիր, այս ինչի մասին էր այսքանը։ Բա շուտ ասեիր։ Ուրեմն կամ կոմպետենտ ես հանցագործես, որտեղ առանց հասկանալու ինչը համոզված եմ հասկացես, կամ էլ հանցագործես, որ իմանալով հանդերձ որ հարցը չի լուծվելու, քո կաշին փրկելու համար, քո ռեյտինգի համար, գնացել ես վերջում էլ բերե երկիրը կայացրել ես sense կռախի առաջ։ Ընդ ուրիշ հարց է տալի, ասում ես Արթուր Օսիպյան, ասում ես քան ասում ես փող եմ տվել Ղարաբաղին։ Այդ փողերը ում է գնացել։ Ավելին ասեմ, Արթուր Համբարձումյանը Գյումրեցի մանրամասն ներկայացնում է, թե բանկերով քանի տասնյակ միլիոն դոլարներ ում է գնացել։ Միլիոնավոր դոլարներ։
ու այդ ամեն ինչը հետո կորել է, մնացել է իբր թե արցախցիների վրա, բայց սուտ, մնացել է Հայաստանի հարկատուների վրա։ Արցախցիները, ընդե են տուժը, որ այդ փողը իրաց չի հասցնում, թոշակ են ստացել, 300 միլիոն դոլարի թոշակ են ստացել տարեկան։ Այդ Արցախում այդ ինչքան մարդ կա, որ 300 միլիոն դոլարի թոշակ է ստանում։ Հա, այտենց թոշակ ստանայի, պետք է ամեն արցախցի թոշակառուն արդեն միլիոնատեր լիներ։ Միլիոնավոր դոլարների վարկ են տվել, ում են տվել։ Արտուրը այդ ասում գեր Արայիկին ես տվել, Բակոյին ես տվել, նրանց Թայֆեքին ես տվել։ Բայց չգիտեր որ նրանց ես տալի։ Շատ լավ էլ գիտեի, բա հիմա եկե ինչ ես աշներս կողում թե Ղարաբաղի հիմար բան են կար։ Ղալաթ է սարը։ Մի ուրիշ հարց։ Ասում դու եկել ես Արայիկին ես աջակցի, ասում հա Արայիկին եմ աջակցի։ Իե։ Բա դու գիտես որ նա ընտրակաշարք է բաժանում, բա դու գիտես որ նա կոռուպցիաներ է, դու գիտես որ Հայաստանից եկած միլիոնավոր դոլարները իրար մեջ են անում իրանց բիզնեսները։ Դու Նիկոլ Փաշինյան 2 տարի մինչև 20 թվական այդ ամեն ինչը իմացել ես։ Դու դրանից հետո էլ ես իմացել մինչև 23 թվականը։ Միլիոնավոր դոլարներ։ Բա գնացի աջակցել է, սկզբում Բակո Սահակյանին ես աջակցել, Արտուրը միշտ ընդդիմադիր է եղել, միշտ Արտուրը այս ամենին հետևել է։ Ու Արտուրին ինչի մեջ է մեղադրում, սա դու քոչարյանական, մոչարյանական բաներ, սա ադրբեջանական նարատիվներ ես ասում։ Նիկոլը ասում է Արցախը Ադրբեջանն է, դրանից եկող ադրբեջանական նարատիվ չկա։ Առաջին անգամ ես որ հեռուստացույցով, այսինքն ես YouTube-ով տեսա որ մեր գերիներին ավտոմատը դրել են գլխին ասում են, ասալ չէ Ղարաբաղ ու մեր գերին ասում է Ղարաբաղ հետո Ադրբեջան։ Փշաքաղվել են։ Չգիտեմ ինչ եմ ապրել։ Այդ խոսքը որ լսել եմ գերու բերանից, որ ավտոմատը դրել են գլխին, ասում են ասա չէ Ղարաբաղ։ Ինեն ասում է հայ, ասում է Ղարաբաղ հետո Ադրբեջան։ Այսօր Նիկոլը հելել է պարադա անում այդ լոզունգի տակ։ Ու այլոց այդ թվում Արտուր Օսիպյանի մեղադրում է ադրբեջանական նարատիվներ տարածելու մեջ, հələ խելքի հաշեցեք։ Մարդ, ով վերակաց է, ասում է Ղարաբաղը Ադրբեջանն է, մարդ ով Զանգեզուրով անցնող ճանապարհը, Ալիևի ուզած Զանգեզուրի միջանցքը, Թրամփի միջոցով ստորագրե տվել է, մարդ, ինչ ասեն, ախ ինչ ասեն, այս բանակի ողնաշարը ջարդել է, ինչ ասես արել է, Ադրբեջանը ինչ ուզեցել է, այս մարդն արել է։ Հիմի Արտուր Օսիպյանին մեղադրում է, որ Արտուր Օսիպյանը ադրբեջանական նարատիվներ է տարածում։ Այն քոչայանական մեդիան են, որոնք էլի չեն սիրում Արտուր Օսիպյանին, Նիկոլենք էլ չեն սիրում, Քոչայանենք էլ չեն սիրում։ Արտուր Օսիպյանին առաջ նիկոլական էր, ով որ վախտին Քոչայանին դեմ է եղել, ուրեմն նիկոլական է, սրանց ուղեղում ուրիշ բան տեղա չի տեղավորվում։ Այդ պրոռուսական բանը կադրային ընդդիմադիրները, կադրային պրոպագանդիստները դրանց ուղեղում ուրիշ բան չի տարվում, ով իրանց դեմ է, ուրեմն նիկոլական է։ Նիկոլի համար էլ ով իրանց դեմ է, ուրեմն քոչայանական է կամ չգիտեմ ինչական է։ Տո ձեզ էլ, նրանց էլ։ Արտուր Օսիպյանին կոնկրետ անձամբ ճանաչում են։ Ոչ նրանցից է։ Քոչայանական է, չգիտեմ ինչական է, կամ նախկին նիկոլական է։ Նախկին ու ներկա նիկոլականն էլ եք դուք։ Նիկոլենց եմ ասում, նախկին ու ներկա քոչայանականն էլ եք դուք։ Քոչայանից էլ ասում եմ նախկին ու ներկա նիկոլական էլ դու եք, մեկը մեկով է ապրում, մեկը մեկով քաղաքական կապիտալ է դիզե։ Այս ամեն ինչը Արտուրը ներկայացնում է։ Ու սա փրփրում, ոգևորվում, կրուտի տալում չի ստացվում, դրեք նայեք Արտուր Օսիպյանի այդ հարցերը։ Չի ստացվում, սկսում է բորբոքվել։ Հիմա դնեմ այդ հիստերիկան, այդ որ ասում եմ մարդա վատացել։ Անպայման փայտացման եւ կատաղության վակցինա ունեցեք հետներդ, որ գնում եք Նիկոլի հետ բանի, ասա, Նիկոլին հարցեր տալու։ Նայ, սրանք EQM5-ով, գնիր մեքենա, պաշտոնական ներկայացրից և ստացիր մինչև 8 տար։ Նայ, բանը վերցում է ռուպերը, հելը մի հատ նայեք էլ ես դրվակ է, այ քեզ բան, ժողովուրդ կներեք էլ ես տեխնիկական խնդիրների համար, ես էլ YouTube-ն է, Ում դեմադրում պահանջում։ Պահանջը մի վայրում, պահանջը համենայն դեպս երբ որ հայտարարում է։
Նայ, ձեռները հավաքն անասում բան, ինչ ասես ասում է, լսի, նայ, ռուբրը վերցում, նայ, հիմա նայ, ռուբրով է էթում նույն բանը ասի, դեմը կարած գժգժում է հերիք չի, ուրիշին ասում հանգիստ, մեկ էլ նի իրան ասի հանգիստ, ասնա գնայր զովեր մեր երեխեքի տեղը, ինքը տար է, հրամանա տվե, նոր Լիսաբոն էր ասում, ինքը Լիսաբոն բան իմաց է, տար է այդքան մարդ կոտորել է, նոյեմբերի 10-ին Պուտինի հետ նախնական համաձայնության են եկել հրադադարի, այդ հրադադարից հրաժարվել է, կներեք հոկտեմբերի 10-ին, 20 թվական, հոկտեմբերի 19-ին Պուտինի հետ էլի համաձայնության է գալիս, արդեն համաձայնվում է, հետո էլի հրաժարվել է, էլի գնաց ընկել ամսի 20-25-ը, Ամերիկայի քուչեքը Թրամփը պատրաստում էր ընտրությունների, ընդդեմ պաստատ են արել, եկել է ցավոտ զիջումների մասին է խոսել Շուշին հանձնելուց մի քանի օր առաջ, ըտե ժողովուրդն է հոյբոյ արել, մինչև նոյեմբերի 9-ին արդեն վերջը ստորագրել է։ Ու այս մարդը, ասում է գնայր զոհվեր մեր երեխեքի փոխարեն, յանի կան մեր երեխեք ու կան Արտուր Օսիպյանն երեխեք, ով որ այդ երեխեքի մեջ տարբերություն է դնում, նրա ելած չելացածը, ով որ տարբերություն է դնում իմ երեխու ու Արտուր Օսիպյանի երեխու միջև, մեր երեխեքի ու իրար աղբեր կողի կրված, կողի անհետ կորած, կողի աղբերություն արած, երկու զինվորի միջև, ով իմ ու քոն է դնում, իրա քաղաքական շահերի համար, իրա ռեյտինգի համար, ձայներ մուրալու հավաքելու համար, նրա եղած չեղածը, նա սրփապիղծ, չգիտեմ ինչա, դու գիտեմ ինչա, դուք էլ գիտեք ինչա, ասում է գնայր զոհ, կռվել է այդ տղեն, միջև վերջի օրն է Ղարաբաղում ա եղել, ու Արտուր Օսիպյանին ասում է չեմ ճանաչում, սուտ է ասում Արտուր Օսիպյանի տես մեկը չկա քաղաքական դաշտում, որ չճանաչի, կամ ատում են, կամ սիրում են, բայց ճանաչում են, ու հիմա իբր թե չի ճանաչում, ու դրա համար ասում պսևդո էլիտա, Ղարաբաղի պսևդո էլիտա, ինքը մթամ, թամամ էլիտա է, նրանք է պսևդո են, Պրիտոմ, գիտեք խի ատենց ղզղնում այդ խոսքի վրա, որտև Արտուրը Քոչարյանական չի, Սերժական չի, այդ իրա եռագլուխ, քառագլուխ բաներից չի, սպառնալիք չի, Արտուրը ճշտով, մարդ է, սխալ բան էլ ասել, ճիշտ էլ ասել, բայց Սևակի ասած կամ ստել եմ, կամ սիրել եմ, կամ ատել եմ, բայց չեմ ստել, Արտուրը մեջներից ամենամաքրունն է, այսօր եթե չեմ սխալվում, Գուրգեն Սիմոնյանի հետ գնում է բան, Քարոզարշավի, այսօր շատ տվեցի Գուրգենի անունը, գովազդի համար բանը, ասամ, շնորհակալությունը ստանամ, նյութական, էսի հերիք չի, հիմա շարունակություն էլ լսեք, ինքը, տանի մատաղանի ու էսի ուզում է մաքրի վրից, հիմա որոշել է Ղարաբաղցիների վրա գցի, Ղարաբաղցին տնավեր, բնավեր ա եղել, տուն տեղ կորցրել, հարազատների գերեզման, հայրենիք, հող ու ջուր, աշխատանք, զավակներ, հտեց մեկը չկա ընտանիքում զոհ չունենա, թե առաջի, թե երկրորդ պատերազմի ժամանակ, նույնիսկ ստատիստիկորեն, ժողովուրդ, եթե գցենք 100,000 բնակչի հաշվարկով, Ղարաբաղում Ղարաբաղցիների զոհերը
մի քանի անգամ ավելի շատ են, քան թե հայաստանցիների այսպես ասած զոհերը։ Այն որ կիլոմետրով բան շարասյունայեղը մարդիկ փախնում էին, աշխարհի բոլոր երկրներում, որ միտեղ պատերազմ է սկսում, էական մասը փախնում են։ Ինչի առաջին Արցախյանի վաղ չեն փախել։ Ինչի Արցախյան առաջի պատերազմ կամ լիքը մարդիկ էլ խաղաղ բնակիչներ, որտեղ փախնում են, այլ դուրս են գալի այ մարդ։ Մեկը կռվողը իր ընտանիքին ասում է գնա Գորիսում սպասի, ես այստեղ տնամ ինչ եմ անում։ Բա որ փախել են, բա 100,000 մարդ, այդ որտեղ 120,000 մարդ, այդ որտեղից եկավ։ Բա այդքան փախել են, 120,000 որտեղից եկավ այ մարդ։ Ավելին ասեմ, բա որ փախել էին, ճիշտը խոսանք, աշկից լույսը չեն։ Բակոնը չի ադրբեջանական բանտում, բա որ փախել են։ Ռուբեն Վարդանյանը չի ադրբեջանական բանտում, բա որ փախել են։ Արայիկ Հարությունյանը չի ադրբեջանական բանտում։ Այնտեղ էլի գեներալներ Մնացականյանը, մյուսը, բան չեն բանտում ադրբեջանական, Բաքվում, դադվում, բա փախել են։ Պակասավոր չկար, անգեր բաներ կա, որոնք ակնհայտ են, էլի, ակնհայտ են։ Քո բարեկամը լինի, թե քո մրցակից հակառակորդը լինի, միևնույն առ ճիշտ կա, որ պետք է ասես։ Այս sense հիստերիկություն։ Հələ շարունակություն էլ մի հատ ցույց տա։ Այս ինչ լավ է, ինտերնետը ոնց որ դժվար։ Ասում է Ղարաբաղի ժողովրդի պատանդ եմ վերցրել։ Արտուր Օսիպյանը ու իր ընտանիքը Ղարաբաղի ժողովուրդն է հենց։ Այդ մարդիկ են Ղարաբաղի ժողովուրդ։ Պատանդ վերցրել է, որ ինչ խոսում է, տանուն թեմա է, ոչիլի անեկդոտն է, ասում է ձուկը ոչիլ չունի, բուրդ չունի, դե որ բուրդ չունի, ոչիլ էլ չունի, բայց որ ոչիլ ունենար։ Հիմա սրանն է։ Ով ինչ հարց տալում է, տալում կապում է Քոչարյանի բանի հետ, խի, որովհետև իր համակիր զբրոդ Քոչարյանի ախու իբր թե այդ հիմա նորից ընտրի Նիկոլին։ Ես էլ եմ ասում, Նիկոլականներին դուք առաջինը ձեր ինքնասիրությունը հարգեք, ասեն շակալի պես վրա մի տվեք, ես էլ ձեզ հարգալից կլնեմ, բայց ձեր եթե ասենց կենթանու պես եք պահում, կճղակավոր, ես էլ ձեզ եմ այտենց վերաբերվելու, որպես կճղակավորներ, մեկը չիմանա, թե մարդու հարգանք կստանա։ Մեծը մեծ պատասխանատվություն է կրում, փոքրը փոքր, բայց բոլորն են պատասխանատու։ Մեկը չկա, որ վաղը այս էթալու է։ Ավելին ասեմ, քանի խոսքը տեղն է եկե ասեմ, Նիկոլը կամ հիմա է էթալու, կամ հեղափոխությամբ է էթալու։ Նիկոլականների համար լավ կլինի, որ Նիկոլը հիմա էթա, ընտրություններով էթա, բանը չհասնի հեղափոխությանը, որ Նիկոլը հեղափոխությունով գնաց, ժողովուրդ լավ չի լինելու, մեր սաղիս համար է վատը լինելու։ Ոչ թե Նիկոլի գնալը, այլ երկիրը հեղափոխական ցնցումների մեջ հայտնվելը, մեզ բոլորիս վատա լինելու։ Այս ինստիտուցիոնալ մեխանիզմը իշխանությունների փոփոխության 8 տարի իշխանավարելուց հետո իրան հարգող իշխանությունը պետք է ուղղակի թողել գնար։ Կամ ինքը Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ արյունակից ընկեր ախպերա, մի քիչ էլ Ռոբերտ Քոչարյանի հետ, արյունակից ընկեր ախպերա, որ այսքան տարի իշխանավարելուց հետո էլ իշխանություն է ուզում։ Այդ նայեք այս հիստերիկին։ Հիստերիկը վաղուց բժշկական տերմին չի, դրա համար ազատ օգտագործում եմ։ Ասում է այ տականք, դու ինչ ես կենթանի, գնայր զոհվել, լսի գիտես ինչ ասում փաստացի։ Ասում է Ղարաբաղցիներ դուք գենոցիդի չեք ենթարկվել, ասենք արևմտահայության պես։ Ինչի մերում անուք չեք կոտորվել դերձորի ճանապարհներին։ Գնայք կոտորվեիք, որ հիմա հոգի փառավորված նստել ստեղ ասեր մոն վառեմ իրանց հիշատակին։ Երբ որ դու կանգնում Ղարաբաղցուն ասում ես, ու ես Ղարաբաղ բառը սիրում եմ ավելի քան Արցախը, ու մի անգամ հիմնավորեմ ամեն անգամ էսի հիշեք չկրկնեմ։ Ղարաբաղ ասողները Ղարաբաղը կրեցին, Ղարաբաղյան առաջի պատերազմը կրեցին, Արցախ ասողները ձևի հետևից ընկած տուրը տվին այդ Արցախը։ Այդ ձևականությունը ընդամենը։
ու այդ ձևապաշտությունն է մեր տունը քանդեց։ Անունը ինչ ուզում եք դրեք, տերը լինեիք։ Էսի արդեն մեր սերնդին եմ ասում։ Այն սերունդը, որ Ղարաբաղին Ղարաբաղ էր ասում, կրեց Ղարաբաղյան պատերազմը։ Իսկ մեր ձևապաշտ, ձևիստ սերունդը Ղարաբաղ չի, Արցախ է։ Դրա համար հիմա Ադրբեջանի տակ է։ Որովհետև Արցախ է, դառավ Արցախ։ Այդ դրա համար չեմ սիրում Արցախ անունը, անկեղծ։ Ղարաբաղ, այդ էներ, էդի մեր ավակ սերնդի ձեռքբերումն էր։ Արցախը մեր սերնդի տանուլ տվածն է։ Եվ այսպես, ինչ էի ասում, ով որ Ղարաբաղցիներին ասում է, բա կոտորվեիք, բա մնայիք զոհվեիք, այսինքն ասում եմ, գենոցիդի ենթարկվեիր, գներ գենոցիդի ենթարկվեիր։ Ով կարա տենց բան, դու թալյատ չես, դու դե Էնվեր չես, դու ով ես արա, այտենց Էնվերը կարա ասի, թալյատը կարա ասի, խի ես եկե, խի չես զոհվել, այտենց բան Էնվերը կարա ասի, այ թրաշված անթրաշ։ Ռուպերն առնում վրա է տալի, բանա որ գժգժում է հերիք չի, ռուպերն առնում վրա է տալի, հիմա, ես սենց, հիմա ցույց տանք են մյուս, ես մյուսը, Բայց ես աստուն շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռնվեց այսքան մոտիկ տարածությունից։ Երկու բառով ասեմ ով է, բժիշկուհի է, գիտությունների թեկնածու, պապական սերնդեսերունդ բժիշկներ են։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ սանիտար կա, ուսանողական ժամանակներից մի խոսքով նվիրված է եղել, թե հայրենիքին, թե իր մասնագիտությանը։ Ես իմացեք, գինեկոլոգ, գիտությունների թեկնածու։ Սթից մարդ չի էլի, պատի ծնգած չի։ Պատերազմի ժամանակ տղան եղել է ռազմաճակատում, եղբայրն էլ անհետ կորած։ Այսպիսի մարդ է։ Իդեպ պոլիկլինիկայից ասեն քո դիմումի համաձայն դուրս արի, ըստ աղջկա տված տվյալների։ Բժշկուհու աղջիկը իրավաբան այդ տվյալը հաղորդել է։ Պոլիկլինիկայի ղեկավարությանն եմ զգուշացնում համեստ կերպով, խելքներդ գլուխներդ հավաքեք, այսքան բան, խելքներդ գլուխներդ հավաքեք, նախ խելքներդ գլուխներդ Նիկոլ Փաշինյանի հետույքից հանեք, լվացեք մի հատ լավ, լողացեք, մաքրվեք, այդ հոտից, այդ գարշահոտությունից, հետո այդ արդեն լողացած, լվացած, մաքրված գլուխներդ, խելքներդ այդ գլուխներդ հավաքեք, այսի դիմում եմ այդ պոլիկլինիկայի տնօրինությանը, ադմինիստրացիային։ Այսինքն նախ թեթևերի ձեռի հետ։ Դուք հələ շարունակեք այդ կնոջը սպառնել, կտենաք սպառնալը ոնց ալնում։ Ես էլ սենց։ Երբ որ քոչարյանական չեն, արդեն ղզղնում են սրանք, կատաղում ընկնում են Անջանին։ Հիմա այս կնոջը։ Այն ձեր աչքերի մեջ եւ ասեմ, որ դուք գողացել եք իմ հայրենիքը։ Դուք գողացել եք իմ հայրենիքը, դուք շատ Ասում եմ գողացել եք իմ հայրենիքը, ասում եմ ո՞րն է ձեր հայրենիքը։ Իդիոտ հասկանում ես։ Ուրիշ ասելիք չունի, ո՞րն է ձեր հայրենիքը։ Նակում եք գողանալ իմ հայրենիքը։ Մի րոպե, դուք ինձ ազգի Հիմա դիմում եմ այդ զբրոդին, այդ կողից, որ ասում եմ լավ պարոն Վարչապետյանի հավայի տուֆտում է, լսի այ տուֆտա, այ զբրոդ, այ նախիր, այ կճղակավոր։ Սրանց թվում է մենակ իրանց կարծիքն է։ Ուրեմն լսի, Նապոլեոնը, որ մտել է ֆրանսիական պարլամենտը ցրել է, պարլամենտին մեղադրել, ասել է անգլիական շպիոններ են։ Նեմեցները գիտեք ովքեր, անունները չտամ։ Նեմեցները, որ բռնել իրանց մեջ ուզեցել են մեկին հետապնդեն, ասել են սրանք կոմունիստ են։ Կոմունիստները, որ ուզեցել են մեկին, ասել են սրանք Գերմանիայի, Անգլիայի շպիոն են։ 1000 տարվա մանիպուլյացիա է, որ ուզում են իրանց միջի խելոքներին, իրանց կճղակներով տրորեն անցնեն, Աստվածաշնչն ասում է սուրբ բանը
Մարգարիտները խոզերի առաջ շաղ մի տվեք, սուրբ բանը շներին մի տվեք։ Ասում եմ, որովհետև իրաց կճղակներով կտրորեն ու կֆռան ու կկծեն ձեզ։ Դրա համար եմ ասում, կատաղության ու փայտացման վակցինան գրպանները դրած գնացեք Նիկոլի հետ հանդիպման, եթե adekvat ՀՀ քաղաքացի եք։ Զգուշ եղեք, էլի, կծմ մծմ են։ Դուք ձեզ հարգեք առաջինը, նիկոլականներին եմ ասում, ես էլ ձեզ ու ձեր ընտրությանը շատ հարգանքից հարգանքով կվերաբերեմ։ Դուք ձեր պահեցիք որպես նախիր, որպես բրոդ, ես ձեզ հետ խոսալու եմ, ոնց որ կխոսամ նախրի հետ, ախորում հավաքված նախրի հետ։ Այդ էս կխոսամ ձեր հետ։ Ունես չի որ կարակ ու գրաժատ անեք, վնաս տակ, չգիտեմ ինչ անեք, լսեք, այդ տուֆտեք։ Այս երգիրը երգիր դառնալու է, ու այն 25%-ը, այն 75%-ին հեծնելու է վերջը։ Դուք էդի կտենաք ոնց է այս երկրի էլիտան հեծնում այս երկրի չելիտային։ Դուք էդի կտենաք։ Ու այս երգիրը երգիր կդառնա ու մեծը փոքր կճանաչի, ու խոսքը կլինի մեծին, իսկ ջուրը փոքրին։ Ու յուրաքանչյուրը կլինի պատասխանատու, մեծը մեծ պատասխանատվությամբ, փոքրը փոքր, ըտենց ըլնելու է։ Ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, դուք լավ եմ արել, ես ինչ որ խոսքն եմ, Ասում է սատանա ես։ դուք գողացել եք իմ եղբորը, դուք իմ եղբորն եք գողացել, դուք գողացել եք իմ ուրախությունը, ձեր հարցին ես հիմա հարցով պատասխանեմ, դուք գիտեք քանի բարձրաստիճան սպա, բռնի անհետացած և կամ անհետ կորած բարձրաստիճան սպա ունեք, քանի հատ ունեք, 97 անհետ կորած, քանի բարձրաստիճան, ես ասում եմ, քանի բարձրաստիճան սպա ունեք, բռնի անհետացած, անհետացածների թիվը բարձրաստիճան սպա եմ ասում, ինձ համար բարձրաստիճան ցածրաստիճան կապ չունի։ Ասում է ինձ համար բարձրաստիճան, ցածրաստիճան կապ չունի։ Լսի ճիշտը պետք է ճիշտ ասես, էլի։ Մի հոգի եղել է, անունը չտամ։ Այս մեր արևմտա մեռները, այս անունի վրա մի անգամ Միքայել Աջապահյանն էր խոսք ասել, եթե հնարավոր է հետո էլի։ Միքայել Աջապահյանը այս անունի հետ կապված խոսք էր ասել ու այդ խոսքի վրա սրանք բան էին եղել նորից։ Այդ արևմտա մեռները էլի վատացել էին, բայց հիմա ես պետք է այդ անունը հիշատակեմ։ Մի հոգի ղեկավար տղեն գերի է անգնում, գիտեք ում մասին է խոսքը, տղեն գերի է անգնում, պատմություն է, կարա լինի դոկումենտալ, կարա լինի մի քիչ չափազանցված, բայց ընդունեք որպես առակ եմ պատմում, տղեն գերի է անում, թշնամու գեներալն էլ իր մոտ է գերի լինում, թշնամին ասում արի փոխանակենք, տղուտ տանք, տղեն սպայ է լինում, աֆիցեր, բայց ոչ բարձրաստիճան աֆիցեր է լինում, ասում է տղուտ փոխանակենք, բա գեներալի հետ, ինչին ի պատասխան, այս ղեկավարն ասում է ես գեներալին հասարակ սպայի հետ չեմ փոխանակի, դա խիստ անհամաչափ փոխանակում է, էսի են բանի համար, որ ինձ համար կապ չունի, ինչ զինվորական է անհետ կորած, լսի կապ չունի, երբ որ դու մարդկայնորեն ես նայում, որպես բժիշկ ես նայում, որպես հումանիստ ես նայում, բայց եթե դու երկրի ղեկավար ես, բանակի գլխավոր հրամանատար ես, ոնց կապ չունի, ուրեմն 5 գեներալ ես կորցրել, թե 5 շարքային քո համար կապ չունի, ուրեմն 50,000 շարքային վարի են էթալու, այդ տեսակ անգլուխի հրամանատարության տակ ծառայելով եւ այդ տեսակ անգլուխի հրամանատարության տակ պատերազմ վարելով ոնց քո համար կապ չունի 5
գեներալ 5 գնդապետ ես կորցրել, թե 5 շարքային կապ չունի, այտենց ես ղեկավար է բանակն ու երկիրը։ Էսի կողից խանգարում են, էլ ինչ ասես ասում են, բանման ընդհատում են, ըսկին էլ ոգևորվում է։ Ասում է ներկայացեք, հիմա ներկայանում է։ Ասում է բժշկական գիտությունների թեկնածու, ասում որտեղ եք աշխատում, ինչ կապ ունի որտեղ աշխատում, ասենք թե չի աշխատում, կամ ինչ կապ ունի որտեղ աշխատում, գործից հանելու, արդեն սպառնում ես, ինչ կապ ունի որտեղ աշխատում, զգում եք էդի, որտեղ ես աշխատում, կամ ասելիք չունի, կամ ուղղակի հավայի տուֆտում է, կամ արդեն սպառնում է, որ գործից կհանեն, որտեղ ես աշխատում, ու հայ քեզ, եթե պոլիկլինիկայում ես աշխատում, թարցի պես պոլիկլինիկայում աշխատում։ Մենք առողջության ապահովագրություն ենք ստեղծել, մենք պետություն ենք ստեղծել, Ասում եմ, մենք պետություն ենք ստեղծել, դու պետություն ես քանդել, դու պետություն չես ստեղծել, դու վերցրեցիր պետություն ստեղծելու մանդատը ու քանդեցիր, քեզ նվիրեցին պետությունը, դու քանդեցիր, դու ավիրեցիր սաղ, դու ՀՀ սուվերենության տակ, Ալիևի պահանջով տրանզիտ ճանապարհ ես տվել Նախիջևանի հետ դիմացը ոչինչ չստանալով, դու բազմաթիվ դիրքեր ես տվել, որով հակառակորդը կամ թշնամին գերիշխող դիրք է զբաղեցնում մեր բոլոր ճանապարհների վրա։ Դու տվել ես ինչ ուզել են, ինչ հնարավոր է։ Կինը ասում է դուք փորձեցիք մեզ կզացնել, բայց մենք չենք կզի։ Ուսա լսեք, всё, քաղաքացիա դիմացը, Ռոբերտ Քոչարյանը չի, Սերժ Սարգսյան չի, ոչ ոք չի։ Նախ Սերժ Սարգսյանը ընտրապայքարից էլի լա։ Սերժին ինչ ես կզացնում։ Էսի մեկ։ Ընտրապայքարից էլի ինչի ես հիշատակում Սերժի անունը։ Սերժը իր կուսակցությունով չի մասնակցում այս ընտրություններին։ Ինչի ես հիշատակում Սերժ Սարգսյանն։ Երկրորդ 8 տարի ում էիր որ տալի 8 տարի ում էիր որ տալի բան էիր արա 8 տարի Սերժին էլ Գագոյին էլ Ռոբերտին էլ Կալուգացուն էլ բան էիր արա 8 տարի հետո եկել ես ինչ ես ասում արա ջուր ես ցանում ում ինչին Բանակային ինչքան միտք ու բառապաշար կա միտս է գալի։ Արա, պարոն վարչապետ, 8 տարի ինչ էիր անում դու։ Հիմա եկել ես զբրոդիդ հավաքել ես, նախերիդ հավաքել ես, դեմները լավ տղա ես բանանում, ներկայանում։ Բա 8 տարի անել 3 միլիոն մարդու աշկի առաջ ա եղել, տեսել ենք։ 7 միլիոն էլ Սփյուռքում, թող դրանցից ոչ բոլորը հետևեն, բայց մի 3 միլիոնը Սփյուռքում հաստատ հետևում է։ Մայր Հայաստանում ինչա տեղի ունենում։ Բա անեիր, գժի տեղ ես դրե մարդու։ Լրիվ քեզ գժի տեղ ես դրե, էդի հասկացան, մեզ էլ ես գժի տեղ դրե, էշի տեղ ես դրե այ մարդ։ Բա անեիր։ 8 տարի բերնով ասա 2 ԱՄՆ նախագահական ժամկետ, դրանից ավել չկա ԱՄՆ-ում։ 2 նախագահական ժամկետ վերցրեմ մսխել ես։ Ասեցի մենակ վարի ես տվել։ Այն ինչ էլ խոսում ես ապահովագրությունը, դի հունվարի 1-ից էս կոմ ա եղել։ Բա անեիր։ Լուսի, չի կարելի այդքան մեր ինտելեկտը վիրավորել։ Մենակ այս երկրում մենակ այդ քո իմացած զբրոդը չի։ Այս երկրում ուրիշ մարդիկ են ապրում, օրինակ գիտությունների տեխնացու բժշկուհի։ Լսեք շարունակությունը։ Ասում է, եթե դուք ռոբն եք, լսի։ Այս կինը ասում է, դու մեզ փորձել ես կզացնել։
նկատի ունի մենք հայերս։ Ասում է ես հայ եմ, հեսա լսեք խոսքի մեջ։ Ասում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու Ռոբերտը գնդակարել է, Ռոբը գնդակարել է։ 8 տարի բռներ։ Այ ծալապակած, բռներ 8 տարի։ Դու էիր այդ հրապարակում, այդ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ասում խփեք ու ասում հոգիս փառավորվեց, զապիսները կան։ Այդ դու էիր հայտարարում հոգիս փառավորվում է, երբ որ ժողովուրդը ոստիկանի վրա, ոստիկանները սենց ես ճիշտ չեն, բայ ունենք ոստիկան չեն եղել, խուլիգաններ են եղել, հա։ Դու ես ընդ կանգնած եղել բեմահարթակում։ Նախ, այսինքն Ռոբն ու դու իրար հետ եք սինխրոն եք աշխատել։ Այդ երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնդակահարվում էր, էսի առաջին։ Երկրորդ, 8 տարի բասած մեղադրանքներ կա, հա վրով։ Այդ սաղս գիտենք, այդ դու իմացի, այդ դու պետք է անիր։ Հələ տուր ընձի դատախազությունը։ Դատախազությունը տուր տես ոնց ալնում ընկեր։ Տուր ընձի։ Կտաս ընձի դատախազությունը։ Տուր տես ոնց ալնում։ 7 օր, շատ չէ, 7 օր, մի շաբաթ։ Տուր տես ոնց ալնում։ Այն որ ժողովրդին ասում է ճիպոտը տվեք, տեսեք ոնց կլինի։ Ճիպոտը տվեք, տեսեք ոնց ալնում։ 8 տարի գյոլում տրես, հետո գազ կայնես ասես բանա։ Ռոբը սենց բանա արե։ Ում է ասում։ Բժշկուհուն, այդ բժշկուհին իր գործը ճիշտ արել է։ Դու քո գործը արել ես։ Լսի, ստե հարցը որն է, այս կինը ոչ Ռոբը ասում, ոչ Կալուգացի ասում, ոչ մի բան չի ասում, ինքը ասում է ես հայ եմ, հայի կսկից ու հայի ցավը ասում, էսի չունի պատասխանը տե, անպայման պետք է այդ դեմոնիզացնի, շարքային ՀՀ քաղաքացուն, պետք է դեմոնիզացնի, ինտելեկտուալի, պետք է Ռոբ սարքի, Կալուգացի սարքի, որ վրա տա, որ կծի մծի, ժողովուրդ, էսի դիագնոզ է, ՔՊ-ին եմ ասում, էսի ձեր շանսն է փրկվելու, հեղափոխությունով եք եթալու սենց չգնացիք, հեղափոխությունով եք եթալու շատ վատ անելու, ես չեմ սպառնում, մատիցս հոտ եմ քաշում, զգուշացնում եմ, պատմությունը նայեք, ձեր նմանների պատմությունը նայեք, ինչա լինում, խելքներդ գլուխներդ հավաքեք, բախտներդ կբերի, եթե հիմա իշխանափոխությամբ դուք եթաք, բախտներդ կբերի, բախտներդ մի փորձեք, ազգի դեմ եք դուք դուրս եք, դուք չեք պատկերացնում ինչ եք պղծե, դուք չեք պատկերացնում ինչ մեծ պղծության տակ եք մտե ու ստորագրե, շարունակությունը լսենք։ Ռոբին սատկացնելու եմ, ես սուտ ես ասում, դու չկաս այդքան, որ Ռոբին սատկացնես, որը ներ 8 տարում արած կլներ, դու չկաս այդքան, դու նրա հետ աղբեր ես, դու նրա հետ գործընկեր ես, դու նրա հետ հանցակից ես, դուք իրարով եք, որ կաք, եղավ, Ռոբ, ուզում եմ 21 թվականի տրյուկը, ֆոկուսը մի հատ էլ անի, Այ քաշում տան հրնայ, նայ, ձերով քաշում հետա բերում այդ քնոջը, պակասավոր, ասում եմ, վակցինան հետները տարեք այդ կատաղության և փայտացման, եթե ադեկվատ մարդ եք։ Հիմա խոսում այն հաղորդման սկզբում, որ ասեցի է, դիմակավորված մի քանի ճլորած վեր էին կացել, ինչ-որ բան էին ասում։ Ինքն էլ է դրանից, յանի դրանից ոգևորվել է, դրանից կատաղել է։ Գնացեք իրավապահներով պարզեք։ Լրագրողը մի ուրիշ տեղ առանձին տեղ հարցնում ասում է, համոզված եք, որ կապված են
Սամվել Կարապետյանի մյուսի հետ, փաստեր ունեք, ասում եմ ես գիտեմ որ կապված են, ընկեր փաստ ունես, չէ չունես, բա որ չունես ինչ ես ասում կապված են, ես էլ ասում քո հետ են կապված, այդ քո այս ճգնաժամային ռեյտինգը վոտի հանելու համար, ասենց Հավայի բաներ ես անում, քո հետ են կապված, դրա համար ընդգծված Արցախի բարբառով են ասում, ես էլ մի շնորհքին Արցախցի չեմ տեսել, որ Հայաստանի Հանրապետությանը Արցախից կլինի, որտեղից կլինի ամբողջ հայությանը դիմի ու իր խոսքը չկառուցի գրական հայերենով, ինչքանով որ դա ստացվում է։ Մարդիկ իրանց խոսքը կազմում են գրական հայերենով, հնարավորինս ակցենտը զգացվում է, ինչպես որ մեզանից յուրաքանչյուրի ակցենտը զգացվում է։ Ու Նիկոլ Փաշինյանը մի առանձին տեղ ասում է, ով որ Ղարաբաղի ակցենտով մոտեցավ, դա պաշտոնական հայտարարություն է խտրականության եւ ատելության խոսքի։ Նորմալ երկիր լիներ Հայաստանը, թռել էր պրոբկի պես այդ արտահայտության համար, որովհետև եթե դու մարդկանց որևիցե խումբ, որևիցե բնական հատկանիշով կամ ոչ բնական, չգիտեմ, մշակութային եւ այլն, հատկանիշով առանձնացնում ես, սորտավորում ես, դա արդեն խտրականություն է եւ ատելության խոսք։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Արցախահայության նկատմամբ բազմաթիվ անգամ վերջի օրերում հատկապես բազմիցս խտրական եւ ատելության խոսքի քարոզանում։ Իր ռեյտինգը փրկելու համար, որպեսզի մաքրագրի իր վրա եղած այդ պատերազմական մեծ հանցագործությունը ազգի նկատմամբ թույլ տված պատերազմը չդադարեցնելը, հետո էլ այդ իր ստորագրած փաստաթղթերը ուզում եմ թազա մեղավոր է ճարել, նախկինները որպես մեղավոր էլ չի աշխատում, իր զբրոդը կրկնում եմ, չի ուտում այդ կուտը այդքան լավ, հիմա որոշել է ատելության մի հատ ուրիշ առանց գտնի, ամբողջ ազգը Թուրքի դեմ ատելության վրա էր համախմբվել, ինչին էլի համաձայն չեմ, ընդհանրապես ատելության շուրջ համախմբելը ստացվում է տեխնիկապես աշխատում է, բայց երկարաժամկետում վատ տեղ է տանում։ Հիմա սա որոշել է, դե ինչ անի, թուրքը բարեկամ է, ադրբեջանցին ընկեր է, մեր անվտանգության երաշխավորն է դառել Ադրբեջանը այլևս, հիմա ում թշնամի սարքեն։ Ոնց որ թե Սերժը չի ներկայացրել թեկնածությունը, ընդհանրապես իր կուսակցությունը չի մասնակցում։ Քոչարյանը դե ժողովուրդը տենում է, որ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը մեծ բան չունեն առանձնակի մեղադրելու, այնպես ինչպես Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանը իր ահռելի մեղքերն ունի, իրավապահ համակարգն է։ Մի շաբաթով դատախազությունը դուր տես ոնց հալում։ Տես Սամվել Կարապետյանից ստառը կմնա քաղաքական դաշտում։ Տես կմնա։ Մի շաբաթով դատախազությունը դուր։ Ընդհանրապես դրանցից բոլորից իրանց անվան առաջի տառերը տես կմնան քաղաքական դաշտում, որ բերել ես ընտրությունների քաղաքական դաշտը լցել ես իրանցով, ինքդ նրանց ռեկլամն արել ես, հիմա մեզի վախացնում ես իրանցով, կեթաս քո գեղում, գեղամիջում, քո գեղցիկին կվախացնես այդ քո բոբոներով, եռագլուխա, քառագլուխա, չգիտեմ քանի գլուխա։ Հիմա նոր ատելության առանցքակ, թե ուպտի լինեն Ղարաբաղցիները, ու փորձում է իր ընտրազանգվածին համախմբի, կոնսոլիդացնի Ղարաբաղցիների նկատմամբ եղած ատելության շուրջ։ Արա ընկեր դու ինչքան բայի տղա պետք է լինես, որտես բան անես։ Ինչքան պետք է քո արուններ, քո երակներով պիղծ արուն հոսի, որ դու տես բան անես։ Պարզ տեխնոլոգիա է, պարզ, պղծված տեխնոլոգիա է։ Ինչքան ճիվաղ կա պատմության մեջ այդ տեխնոլոգիան օգտագործել։ Ու հիմա դու որոշել ես այդ տեխնոլոգիան օգտագործես Արցախահայության դեմ, հա? Ուրիշ էլ թույլ ուրիշ մեկը չկա, հա? Էդում Ալիևի, Էրդողանի, մյուսի առաջ սենց կուչա գալիս աստե յուրայինների առաջ դու ով ես, որտե ես աշխատում, Արտուր Օսիպյան, չգիտեմ, յանի չես ճանաչում։
Մարդիկ կան, որոնք ասում են հարց տալու ձևը լավը չէր։ Մեր քրֆելով պետք է այդ հարցը տար, այդ նորմալ կլիներ։ Դրան արժանի է Նիկոլը։ Եթե չգիտեք, իմացեք։ Այս ազգում մի քանի 100,000 մարդ դրա աչոտը կարա տա։ Նիկոլը ինչ խոսքի ասես, ինչ վերաբերմունքի ասես արժանի է։ Գոյություն չունի վերաբերմունքի մի տեսակ, հարց տալու մի ձև, որ Նիկոլին չի կարելի տալ։ Եթե փորձում եք արդարացնեք այն բի տղությունը, որ իր ընտրազանգվածին կոնսոլիդացնում է, հրահրելով ատելություն Արցախայության նկատմամբ։ Եթե սա փորձում եք մի ձև արդարացնեք, ցանկացած ձև, ապա ասեմ իմացեք։ Նիկոլին հասնում է ցանկացած դիմելաձև։ Օգտագործելու են ու դեն շպրտեն, պարոն Փաշինյան, դուք էլ ինձ լավ գիտեք, օգտագործվել եք ինչքան հնարավոր է, մի քիչ են ուզում քամեն ու դեն շպրտեն, դուք էլ գիտեք, ովքեր դուք էլ գիտեք, այսինքն ասեմ, ես որ հյուրընկալել էիր ես վերջերս, մի քանի օր առաջ, այդ սաղ սաստավը, դու էլ գիտես, որ օգտագործելու են ու դեն շպրտեն, Յանտուր, Սիրուն նահանջի ճանապարհ կազմի։ Ես կարամ ինձ տրամադրեմ ու ատելություն չզգամ քո նկատմամբ։ Բայց դիմացը պետք է վճարես։ Ինչ։ Այս ռուսա զանգված օլիգարխոտ ընդդիմությունը իր փողերով սրանք արդեն իսկ սրանց նորմալ իրավական պատասխանատվության ես ենթարկում մեր պես,ներին տեղեկատվական բլոկադայից հանում ես, այսինքն դադարեցնում ես տեղեկատվական բլոկադան, որ մեր վրա կա, դադարեցնում ես։ Մնացածը կանենք ոնց պետք է, ոնց ճիշտ է։ Ձեզ մոտ ԱԱԾ-ում պապկաներով ամեն մեկիս վրա, ասենց եկա գործերը կա։ Դուք շամպ ես, դուք էլ չիմանաք, դուք բաբշե գնացեք, ձեր այդ ովքեր որ կան, դրանք գիտեն, շամպ ես, գիտեն ով ով է, ով ինչ է շնչում, ով ինչի է ունակ, ով ոչ մի դեպքում ինչի ունակ չի։ Տեղեկատվական բլոկադայից հրաժարվում եք եւ այս ազգի իրական էլիտան, օղն ու ծուծով էլիտան թույլ եք տալի, դուք նահանջում եք, թույլ եք տալի, որ մենք գանք մեզ հասանելի դաշտը տիրություն անենք, դա ծանր բեռ է, բայց էսա ձեր հնարը, փրկությունը, դուք էլ օրենքի տառին համապատասխան ձեր պատիժը ստանում եք, ցմա ասենք թե, վատ տարբերակ չի ասեմ, ցմա ազատազրկվելը վատ տարբերակ չի, ձեր դեպքում, պարոն Փաշինյան, մատների արանքով մի նայ ես ասածներիս, լուրջ բան եմ ասում, քո իշխանություն պահելու խաթր երկրին նա զիջումներ տալի, զիջումներ անում ու առաջիկայում պիտի տա, խաղաղության դարաշրջանի հեքիաթով երկիրը մտցնում ես Արևմուտք Ռուսաստան պատերազմի մեջ, այն էլ իր ձևով, փորձում ես, փորձելու են, քո շեֆերն են փորձելու, թարգեք աղբոր պես, ես ազգը շատ է տանջվե տառապետ, ընց եվս մի անգամ մի հատ ավանտյուրայի մեջ մի քանի տարով ներգրավվելու համար, թարգեք թողեք ես երկիրը երկիր սարքենք, սիկտիրել եք կարճ ասած, թողեք ես երկիրը երկիր սարքենք, դուք ու ձեր բերած այդ Forbes-ի ցուցակի սաստավով, հայդը, ավելի լավ բարեմաղթանք ձեզ չեմ կարող տալ, ուղղակի սիկտիրել եք, այսքան բան, ու դա ձեր համար կլինի լավագույն տարբերակը, լավագույն, ու հիմա դուք այդ շանսը ունեք,
Դուք էլ ձերեն հայելային արտացոլանք ռուսական տարբերակն։ Այդ սաղը այդ տարբերակն ունեք։ Գնացեք էլի։ Այս տեղեկատվական դարում այն 25%-ը, այն որ քվեարկել է, այն 25%-ը սենց երկար չի գլուխը կախ յոլա է թալու։ Այն 25%-ը մի օր համբերահատա լինելու։ Իսկ այն 75%-ին սկսեք գրել կարդալ սովորելուց։ Ես այսօր միգուցե շատ մարդկանց վիրավորեցի։ Եթե դուք ինքնասիրություն ունեք ու վիրավորվել եք, ուրեմն ահագին հույս կա։ Եթե դուք վիրավորվել եք, ինքնասիրություն ունեք, ուրեմն ահագին հույս կա։ Ուրեմն շնորհավորում եմ ձեզ, ձեր մեջ դեռևս վերջնականապես չի մեռել մարդը, բանականը, քաղաքացին, citizen-ը, ոնց ասեմ, քաղաքացին, ոչ թե քաղաքաբնակ։ Թերևս այսքանը։ Շնորհակալություն ինձ հետևելու համար։ Միշտ նոր հանդիպում։ Բարի գիշեր։